Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ, ուրախ եմ, որ միացել եք ինձ, տեսակ մեզ մոտ ինչ եղանակ է, պայծառ արև, տաք է, 21-22 աստիճան, բայց մի փոքր քամի կա։ Այս դիմացի ծառերը, որ ծաղկել են, նոր որ տեսակ, այնքան անուշ բուրում են, որ դուրս եմ գալիս պատուհան, մենակ մի բան է լավ չի, որ քամի է, ամբողջ պատշգամբը կեղտատվում է, ամեն րոպե մաքրել է այդ պատշգամբը, բայց ոչինչ, գեղեցիկ է ու հաճելի է։ Ինչ ենք անում, ինչ պլաններ ունենք։ Ամուսնուս առանց ինձ գնացել է խանութ և մսի խանութ։ Հիմա ստուգենք, թե ինչ է բերել ու ինչ միս է բերել, լավն է, թե վատն է։ Ես չգիտեմ ինչ առևտուր է արել, հիմա միասին նայենք, թե ինչ առևտուր է արել։ Հիմա տեսնենք Մերկադոնայից ինչ է գնել։ Գնել է ձուն։ Ձույա գնել ճիշտ է, ունենք տանը, բայց ձուն երբեք շատ չի լինում, մանավանդ մեր տանը։ Ձույա գնել, այստեղ այսպիսի հաց է գնել, գնել է հավի կրծքամիս, բանջարեղեններից այստեղ գնել է ծաղկակաղամբ և բրոկոլի։ Դդում է գնել, ես որ գնում եմ, այսպես կտրածը չեմ գնում, ամբողջականն եմ գնում կամ կեսից կտրած, բայց այսպես կտրտված չեմ գնում։ Սա է գնել, գնել է նաև լոբի, սուպերմարկետից գնել է այսպես կտրատված արդեն խոզի միս, քանի որ արաբների մոտից չկա խոզի միս, այնտեղից չենք կարողանում գնենք, պլանչայի համար, ալա պլանչա, որպեսզի պատրաստենք, տապակենք։ Այստեղ 2, այսինքն 2 կիլո, մոտավորապես 2 կիլո ելակ, ելակի սեզոնն արդեն լավ։ Այստեղ գնել է հունական յոգուրտ և յոգուրտ, մածուն։ Եվ այսպես 5 կիլո կարտոֆիլ է գնել։ Այսքանը Մերկադոնայից գնումները, հիմա ստուգենք, թե ինչ միս է գնել։ Որոշեցինք միսն էլ գնողը ներկայացնի, ով գնել է, հիմա ամուսինը կներկայացնի, թե ինչ միս է գնել։ Հիմա սկսենք էստեղից։ Գնել եմ ոսկորոտ միս։ Տավարի ոսկորոտ միս է գնել։ Ճաշի համար, երեկվա այդ խանութում, այս մի կտորը 4 թե 16 եվրո էր խառնում եմ իրար, այս ամբողջին, որը կշռում է 5 կիլոից ավել, մոտ 7 կիլո, տվել եմ 50 եվրո։ Իսկ ենի մենք մի կտորն էինք տալում։ Ընտիր միս։ Լավ է, շատ յուղոտ չի, ես չեմ սիրում, որ շատ յուղոտ, այստեղ մեկ-մեկ այս ոսկորն մսերը շատ յուղոտ են լինում։ Աշխատորը շշկրվեց իսպանական գտրեց, ասի ոչինչ թողնա։ Ոչինչ։ Այս էլ մեր մսի գնումները ոսկորով միսն է միայն գնել։ Աղալու համար արդեն գնել էինք շուտ։ Հիմա կկտրատեմ, ես սիրում եմ, որ տան տղամարդը միսը, խոզի, տավարի, կարտոֆիլը, կարագը, պանիրը, ամեն ինչ ինքը տեղյակ է լինում, որ տունը մատակարարողը ինքն է։ Ես սիրում եմ, որ տունը ամեն ինչ լինի։ Իմ ամուսինն է գնում, չգիտեմ։ Ես մենակս երևի միս չեմ կարող գնել։ Այս էլ մեր մսի պատմությունը։ Գրեք, խնդրում եմ։ Ճիշտ միս եմ առել ճաշի համար, թե սխալ, լավն էր, թե վատը։ Այսի լավը չէր։ Դե էսի շշկրվեց, տղան շշկրվեց, դրա համար էլ չուզեցա իրան բան ասեմ, ասի ոչինչ, լավ դիր։ Լավ խաշլամայի, բորշի, մեր հայկական սոուսի ճաշատեսակների համար համապատասխան։ Իմ կարծիքով։ Գրեք, խնդրում եմ։ Այս էլ մեր պատմական մսի պատմությունը, սիրելիներս։ Սիրելիներս, իսկ այստեղ է խոհանոցում, այստեղ լոբի եմ տապակում, մի փոքր աղով տապակելու եմ,
Այստեղ էլ արդեն ջուրը եռում է, լվացել եմ ծաղկակաղամբը, պատրաստ է, մի փոքր աղ ավելացնեմ եւ ծաղկակաղամբը եփեմ, ու որից հետո պետք է տապակեմ։ Այստեղ 2 ձու եմ կոտրել, մի փոքր աղ եմ ավելացնում եւ այս անգամ որոշել եմ մի փոքր սև պղպեղ ավելացնել եւ սխտորի փոշի։ Այս թվում է համով կլինի, որովհետեւ արոմատը համեղ կլինի։ Սև պղպեղն ու սխտորի փոշին ավելի կհամեղացնեն։ Առայժմ շատ քիչ կան, որովհետեւ երբեք այդպես չեմ արել։ Այստեղ արդեն ջրքամել եմ, մի փոքր ձիթայուղ կավելացնեմ, մի փոքր կարագ կավելացնեմ, ավելի համեղ է դարձնելու։ Եվ կավելացնեմ ջուր։ Առայժմ չեմ խառնի։ Մի փոքր ծվաձեղ դառնա ավելի, ձուն կնդանա, նոր կխառնեմ։ Ահա, այստեղ արդեն պատրաստ է, ափսոս սամիտ չունեմ, մի փոքր կարող է սամիտ կտրատել, բայց ոչինչ, այսպես, արդեն լովին պատրաստ է, հիմա ծաղկակաղամբը տապակեմ։ Ժողովուրդ ջան, այստեղ կոտրել եմ արդեն 5 հատ ձու, ինչ եմ ուզում անեմ այսօր, ուզում եմ ճիշտն ասած իմպրովիզ անեմ, առաջին անգամ եմ անում, ձվի մեջ ավելացնելու եմ, դե բնականաբար աղ եմ ավելացնելու, սխտորի փոշի մի փոքր կավելացնեմ, սև պղպեղ եւ որոշել եմ մի փոքր քերեմ պարմեզան պանիր, ինձ թվում է համով է լինելու։ Կասեմ ձեզ համեղ է լինում, թե ոչ։ Հիմա ավելացնեմ մի փոքր աղ։ Հիշում եք, այս ամանը միասին ենք ակցիոնից առել, այնքան հարմար ամաններ է, ապուրը սրանով ենք ուտում, պաստա մակարոնը սրանով, ամեն ինչի համար այս ամաններն ենք օգտագործում, այնքան ու ինչի ժլատություն արեցինք, 2 հատ ընդամենը առանք, գնալու եմ նորից առնեմ, մի 2-3 հատ էլ առնեմ, կամ 4 հատ, որ 6 հատ դառնա կոմպլեկտ, շատ հարմար ամաններ է։ Ահա, այստեղ ավելացրեցի աղը, հիմա մի փոքր սխտորի փոշի կավելացնեմ, մի քիչ սև պղպեղ եւ մանր քերիչով կքերեմ պարմեզան տեսակի պանիր։ Այս մանր անցքերով քերիչով։ Երևի բավական է, մի քիչ երևի մի փոքր քեր է, որը համեղ ստացվի։ Ժողովուրդ ջան, այս տեսք ունեցավ, ինձ թվում է համեղ է լինելու, հաստատ իմ ճիշտ կարծիքը կասեմ ձեզ համեղ է, թե ոչ։ Ահա, տապակի տակ մեջ արդեն մի փոքր ձիթայուղ եմ ավելացրել, մի փոքր չէ, բավականին շատ։ Կարող եք նաև բուսայուղ ավելացնել։ Ավելացրել եմ, հիմա մի փոքր տաքանա ու տապակեմ։ Ահա սիրելիները, սա էլ իմ պատրաստած տապակած ծաղկակաղամբը,
Ճիշտն ասած մի փոքր փորձեցի, որ ասեմ պարմեզանի համը արտահայտիչ զգացվում էր, չէ, բայց իհարկե համով էր, դա ինչ խոսք տապակած ծաղկակաղամբ սիրողների համար հաստատ դուր կգա, ես իմ ալիքում ունեմ ծաղկակաղամբը ջեռոցում, շատ համեղ խրխրթան ծաղկակաղամբ է ստացվում, հղումը թողնեմ, կարող եք փորձել, իրոք շատ համեղ ուտեստ եմ ծաղկակաղամբով։ Սա էլ հիմա էլ որոշեցի լոբին այսօր ոնց որ բանջարեղենի օր է ստացվել, լոբին պատրաստեցի, ծաղկակաղամբը պատրաստեցի, հիմա ուզում եմ վարունգ պոմիդորով կարմիր սող կտրատեմ, համառային աղցան պատրաստեմ։ Մի տեսակ, որ եղանակը այսօր մեր մոտ շատ լավն է, տաք պայծառ եղանակը, արդեն ուզում ես, որ ամառ գա, ամառ ու ամառվա ուտեստներ ես ուզում պատրաստել։ Հիմա աղցանն էլ պատրաստեմ և երևի այսօր արդեն մեր ուտեստները պատրաստ կլինի։ Ժողովուրդ ջան, այստեղ կտրատել եմ վարունգ, լոլիկ, կարմիր սոխ ունեի, դա եմ կտրատել, այստեղ վրան համեմ եմ կտրատել, աղեմ ավելացրել, հիշեցի, որ իմ այգում ռեհան ունեմ։ Հիմա մի փոքր ռեհան կկտրատեմ, գնացինք քաղելու։ Ահա, սա էլ իմ այգին, հիշում եք, որ ասեցի ռեհանը այսպես հենց հողի մեջ եմ մտցրել, հողի մեջ ենք մտցրել ու այդպես աճում է։ Ինչ անեմ, այգին չունենք, համարենք սա էլ մեր այգին է։ Տեսեք, ծաղիկները նորից թափվեց, մի կես ժամ առաջ էի մաքրել, հիմա քամին կանի ու էլ այս ամբողջ ծաղիկները մեր պատշգամբում։ Այսօր մեր մոտ, չգիտեմ, սպորտ դպրոցն է երևի, հանդիսություն է, ինչ է, հանդես է, չգիտեմ, բայց աղմուկը երաժշտությունը ամբողջ օրը կա։ Գնացինք ռեհանը լվանանք, ավելացնեմ աղցանի մեջ։ Ահա, ռեհանն է կտրատեցի, հիմա խառնեմ ու պատրաստ է մեր ամառային անմահական աղցանը, ով այս պահին մեզ հետ ճաշում է, բոլորին բարի ախորժակ։ Ողջույն սիրելիներս, մեզ մոտ օր է փոխվել, հաջորդ օրն է մեզ մոտ արդեն ուր ենք գնում ենք ծնունդ, հրավիրված ենք առիթի 50-ամյակի մեր ընկերներից մեկի ծնունդն է և մենք հրավիրված ենք։ Առիթը տեղի ունենալու հայկական ռեստորանում, ճիշտ ասած սա նորաբաց է, չէ նորաբաց է այս մեկը։ Որպես նորաբաց չի, բայց տեղն է փոխվել է, հինն էլ շատ սիրուն տեղ էր, նավահանգստի ափին էր, սա էլ են ասում էլի ծովի ափինը։ Գնանք կտեսնենք ու հայկական իհարկե ռեստորանում բոլորը հայեր են մասնակցելու ու հենց ուզում եմ պատասխանեմ մեր մի բաժանորդի հարցին, մասամբ կպատասխանեմ, ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, Այդա Հովասապյանն էր պատասխանել, հարցրել, ինչ հայ համայնքը շփվում եք թե ոչ։ Իմ իմանալով Իսպանիայում ամենաշատ հայ համայնքը ունի Բարսելոնա, չէ՞։ Բարսելոնա, հետո Վալենսիա։ Հա, երևի Բարսելոնան առաջին տեղում է հայ համայնքով։ Ու շփվում ենք, իհարկե շփվում ենք, ոչ բոլորի հետ, անհնարին է բոլորի հետ շփվելը, բայց ունենք ընկերներ, հայերը միմյանց հետ շփվում են իհարկե, նույնիսկ եկեղեցի ունենք այստեղ, որը հենց այսօր եկեղեցում պատարագ կար, բայց ափսոս որ առիթի ենք, չկարողացանք մասնակցենք, Տեր հայրը գալիս է ամեն առիթներին այստեղ պատարագ տեղի ունենում, ասենք վերջացնի, մեզ ուղղություն տա, քանի որ նոր քաղաք է, մենք էլ չենք եղել այդ քաղաքում դեռ, տեղը լավ չգիտենք։ Ինչպես միշտ Նատաշան մեր հետ։ Ու ինչ է ասում, գալիս է և պատարագ մատուցում, ամեն զատիկին եղերնի օրներ եկել,
ձեզ, որ դա կաթոլիկ եկեղեցում արձակալած տարածքը եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին արձակալել է իհարկե այստեղի բարերարների Բարսելոնայի բարերարների շնորհիվ որոնց համար իրոք շնորհակալ ենք։ Մի օր ես անպայման կգնանք կնկարեմ նույնիսկ Բաքվում եկեղեցու շատ գեղեցիկ Բաք ունի, շատ մեծ ու կենտրոնում Բարսելոնայի ծայրամասում չի եկեղեցին ու բացի այդ կանգնեցված հուշարձանը Եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցվեց, անպայման ես մի հատված ունեմ նկարած, եթե կարողացա գտնեմ, կտեղադրեմ այս վիդեոյի մեջ, կտեսնեք, որ անչափ գեղեցիկ եւ եկեղեցին եւ Բակը շատ գեղեցիկ Բակ ունի եւ այդ Բակում էլ կանգնեցված է հիշատակ հուշարձան Խաչքարը, չէ՞, Խաչքարը հիշատակ Եղեռնի զոհերին։ Հիմա գնում ենք մեզանցանող քաղաք, այս ծանոթ մարդկանց հետ կեֆ անելու, ուրախանալու։ Դե իմ դիմաց էլ երևում է արդեն ծովը։ Շատ գեղեցիկ տեսարան է։ Շատ սիրուներ։ Съезжайте с перекрестка с круговым движением. Ինձ թվում է այն նավերը, որտեղ որ հավաքված են, մենք Հա, էլի նավահանգիստն է։ Էլի ասացին նավահանգիստի մոտ է։ Ին ռեստորաններ ուրիշ քաղաքում էր, բայց էլի նավահանգստի ու շատ գեղեցիկ տեսարան էր բացվում, շատ սիրուն էր, շատ սիրուն տեղ էր, տեսել են այն ձևի։ Ագին է մարդը, ծովապին։ Տեսեք, երևում է, արդեն ամառը լիովին եկել է մեր մոտ։ Съезжайте с перекрестка с круговым движением. Սա էլ նավահանգիստը։ Через 200 метров поверните направо. Поверните направо. Затем поверните налево. Սիրելիներս, մենք արդեն տեղ ենք հասել, դժվար թե ներսում նկարենք, որովհետև շատ ժողովուրդ է լինելու, ոչ բոլորն են ցանկանում, որ նկարվեն։ Եթե ամեն դեպքում մենք այստեղ տեսություն ենք ասում, առայժմ ասում ենք, որ լավ մնացեք, բարի մնացեք, խաղաղ մնացեք, եթե հնարավորություն եղավ, չեմ խոստանում, եթե ինչ-որ մի պահ հնարավոր եղավ, անպայման կնկարեմ, գոնե ներսը, կնկարեմ, որ տեսնեք ինչպիսին է ռեստորանը, իսկ առայժմ ձեզ ասում եմ հաջողություն, մնացեք բարով սիրելիներս։ Happy birthday to you. Happy birthday to my friend. Happy birthday, dear my friend. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to my friend. Happy birthday, dear my friend. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear my friend.